Սեպտեմբերի 1-ը կրկնակի տոն էր 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Արթիկի քաղաքապետի թեկնածու Արսեն Աբրահամյանի համար, քանզի վերջինիս միակ զավակն այս տարի առաջին անգամ ոտք դրեց դպրոց։ Տեխնացուի համար կրթական այս հաստատությունը մանկության ամենահետաքրքիր վայրերից մեկն է հանդիսանում, քանզի հենց այստեղ է վերջինս սովորել ու նստել այն նստարանին, որին սեպտեմբերի 1-ին նստեց իր զավակը։ Օրը պարտավորեցնող էր բոլորի համար, այդ թվում թեկնածուի, ուստի Արսեն Աբրահամյանը նախընտրական քարոզչության շրջանակներում շտապեց Արթիկի թիվ 5 դպրոց, հանդիպելու տեղի ուսուցչական հանրույթի հետ ու պարզելու, թե ինչ խնդիրներ են այսօր ծառացել վերջիններիս առաջ։ Տվյալ պահին ես մտել եմ այստեղ որպես քաղաքապետ թեկնածու եւ իմ մուտքը ուզում եմ ասել, որ շատ վճռական է եւ ցանկությունները ոչ միայն որպես թեկնածու, այլ վստահաբար նաեւ որպես քաղաքապետ հետագայում անելու եմ ամեն ինչ, որպեսզի այն վստահության քվեն, որ նաև ստանալու եմ ձեր միջոցով կարողանամ արդարացնել։ Դպրոցի տնօրենի խոսքերով մերօրյա անհանդուրժողականության մթնոլորտը պետք է մեղմվի։ Հստակ աշխատող մարդիկ են անհրաժեշտ քաղաքի երբեմնի անունն ու քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար։ Հանդիպման ընթացքում մի շարք խնդիրներ առաջ քաշվեցին, մասնավորապես քաղաքային փոխադրամիջոցների հարցը։ Մեկը այսօր կապի հանգուցում հարց բարձրացրեց, որ ընկեր Աբրահամյան, ես Հարիջ գյուղի գնացող ճանապարհին եմ գնում, բայց երթուղային տաքսին ժամանակին չի աշխատում։ Ես 9:10 դուրս եմ գալիս, որ 9-ին հասնեմ աշխատանքի, մեկը ցեզ զանգում են, ասում են, որ երթուղային 10-ին ուղարկել են հարսանիքի։ Սա ինչ է նշանակում, ընկեր, սա անպարտաճանաչություն է։ Այո, այսպիսի դեպքեր են Աբրահամյան, իրոք ձեր ընդունելու դեպքում անմիջապես հաջորդ օրը պետք է փոխանցեն ուրիշ երթուղային, մրցույթը անցկացվի եւ ուրիշ մարդ փոխանցի։ Ուսուցիչներից մեղավոր է, որ պետք է հասնի գործ։ Կրթական ոլորտում մենք հստակ փոփոխության ծրագիր ունենք, վստահեցնում է թեկնածուն։ Ոլորտի բոլոր խնդիրներին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել, քանզի մեր քաղաքին, մեր երկրին անհրաժեշտ են գիտակ ու նվիրված մասնագետներ։ Արսեն Աբրահամյանի աշխատանքային փորձը, սոց ծառայությունում աշխատանքը շատ դժվարին աշխատանք է, ոչ ոք հեշտ չկանցի։ Մարդը երբ տարիք ավում է եւ անցնում է կենսաթոշակի, նրա կոպեկներն էլ հենց բան է։ Հաշվի է, թե ինչքան պետք է ստանա կենսաթոշակ եւ ճիշտ հաշվարկը։ Եվ ժամանակին թոշակների տրամադրումը եւ ամեն ինչը շատ մեծ նշանակություն ունի։ Եվ շփվելով ազգաբնակչության այդ կազմի հետ, Արսեն Աբրահամյանը ձեռք է բերել մեծ փորձ ազգաբնակչության հետ շփվելու ուղղությամբ։ Սա մեծ առավելություն է, որ արդեն մենք ունենք պատրաստի քաղաքապետի թեկնածու։ Դպրոցի տնօրենի խոսքերով անհրաժեշտ է ուշադրություն։ Առաջնային է համարվում աշխատավարձերի բարձրացումն ու դպրոցականների առօրյան հետաքրքիր անցկացնելը։ Գործում մեծ է քաղաքի ղեկավարի դերով, նախաձեռնելու է տարաբնույթ միջոցառումներ երիտասարդների շրջանում Արթիկի հանդեպ սերը մեծացնելու նպատակով։ Վերջի անգամ ինչ-որ համերգի եղել, ինչ-որ կամ բարձրական միջոցառման մասնակցել, իսկ մեր կյանքից կարծես թե վերացել է այս ամենը, իսկ ովքեր մի քիչ տարիքով են հիշում են, որ քաղաքում միշտ էլ կազմակերպում էին եւ մշակութային միջոցառումներ, եւ սպորտային ինչ-որ մրցումներ, ավելի աշխուժ էր քաղաքային կյանքը, այս բնակարանում անպայման պետք է վերանալ։ Արված ու չարված աշխատանքները պետք է մոռանալ, պետք է հավատալ ու վստահել արժանավորին, ով իրոք մտածում է իր հողի ու ջրի մասին, իր քաղաքի մատաղ սերնդի ապագայի, այդ սերնդի դաստիարակության ու հետագա կյանքի համար։ Մենք պետք է սկսենք նրանից, որ կարողանանք նախ հասկանալ խնդիրների էությունը, որոշել նրանց առաջնահերթությունները եւ լծվել գործել։ Հիմնականում թիմում ուրեմն մեր համախոհների շրջապատում բոլորը ինտելեկտուալ մարդիկ են։ Մենք ներգրավելու ենք նաեւ այլ աշխարհի մարդկանց մտավորականների, Արթիկի հասարակության, Արթիկից սերված մարդիկ, ովքեր ունեն եւ աշխատանքային, եւ գիտական փորձ, եւ նաեւ մեզ անպայման ունեն անհրաժեշտ է ամբողջ Արթիկի հասարակության աջակցությունը։ Այսինքն մենք ցույց կտանք, թե ինչպես է աշխատանքը կատարվում, ինչ պետք է անել, կսկսենք, այսպես ասած, կմեկնարկենք, հետագայում էլ անպայման սպասում ենք եւ աջակցում ենք, որպեսզի ազգաբնակչությունը կլինի մեր կողքին։ Շատ լավ է, որ ընկեր Աբրահամյանը եւ տեղակայ ոչ միայն դպրոցական, մանկավարժական կոլեկտիվների հոգսերուն դատերին, եւ տեղակայ, խնդրեմ մոտեցեք, զրուցեք եւ դուք կտեսնեք, որ այո, տեղակայ, եւ մանկավարժական կոլեկտիվի հոգսերի դատերին, եւ այլ կազմակերպությունների հոգսերի դատերին։ Այսօր նա խոսում է, թե փողոցի մախնողը ինչ է ստանում, որ ինչ պահանջեք նրանց։ Նախընտրական հանդիպումից հետո Արսեն Աբրահամյանը նաև լսեց ուսուցիչներին, հավաստիացրեց, որ Արթիկի համար նոր ժամանակներ են բացվելու, նոր մտահորիզոններ, նոր հնարավորություններ։ Սեփական ձեռքբերումների շնորհիվ շենացնելով քաղաքը մենք կունենանք երազած բնորան, իր հմայքով ու զարգացվածության աստիճանով, չզիջող հանրապետության այլ քաղաքների։